Պարոն Գասպարյան, Հայաստանի իշխանությունները, մասնավորապես Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրում են հիբրիդային պատերազմ վարելու մեջ ընդդեմ Հայաստանի։ Այդ դեպքում որքանով է տրամաբանված Փաշինյանի այցը Մոսկվա, մասնակցությունը մայիսի 9-ի զորահանդեսին առանց հայկական զորախմբի։ Գործող իշխանությունների հայտարարությունների եւ գործողությունների մեջ տրամաբանություն փնտրելը սին զբաղմունք է եւ ժամավաճառություն։ Նիկոլ Փաշինյանի իշխանության այս 7 տարիների ընթացքում մենք տեսել ենք միայն մեկ սկզբունք, որով առաջնորդվել է Փաշինյանը եւ իր շրջապատը։ Պահել աթոռը, վերարտադրվել եւ ամեն գնով ցանկացած զիջումների գնով երկարացնել սեփական իշխանությունը։ Եթե Ալեն Սիմոնյանի համար նորություն է Ռուսաստանի Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունը, ապա հայ ժողովրդի համար ակնհայտ է, որ այդ քաղաքականությունը երբևիցե չի կրել փոխհարգալից, փոխշահավետ գործընկերային բնույթ։ Սկսած հենց առաջին օրից, երբ ռուսական կայսրությունը, այդ չարիքի կայսրությունը իր ոտքը դրել է Հարավային Կովկաս եւ հայկական բարձրավանդակ։ Եթե Ալեն Սիմոնյանը հիմա իր համար բացահայտում է ճակերտներում իհարկե այդ քաղաքականությունը, ապա ես հարց եմ տալիս Ալեն Սիմոնյանին, Նիկոլ Փաշինյանին եւ իրանց շրջապատին։ Իսկ ուր էիք դուք պարոնայք, երբ 2020 թվականի դավադիր պատերազմի ժամանակ Ռուսաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչպես հետո ռուսները խոստովանեցին, շատ հաջող օպերացիա էին անցկացնում հայոց Արցախում եւ հենց ռուսներն էին հորդորում հայկական բանակին չխոցել թուրքական F-16 կործանիչները Արցախի երկնքում։ Եվ ինչն էր ձեզ, ինչով էիք դուք առաջնորդվում այդ ժամանակ, երբ այնուամենայնիվ այդքանից հետո շարունակում էիք հլու հնազանդ ենթարկվել ռուսների հրահանգներին, ավելին միայն ռուսական խաղաղապահ ուժերն էիք հրավիրում Արցախ, ինչը եւ հետո գլխավոր պատճառներից մեկը դարձավ Արցախի էթնիկ զտման։ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալը մորթապաշտական, կարիերիստական նպատակներ է հետապնդում միայն ու միայն եւ ամենևին միտված չէ իր իսկ խոսքերով ասած այսպես կոչված բալանսավորված քաղաքականություն վարելու։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Մոսկվայից դաբրո է ուզում ստանալ իր աթոռին մնալու համար։ Իսկ Ալիևը ինչու չմեկնեց, ինչ որ սառեցման միտումներ կան Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններում։ Ես չեմ կարող մտնել Ալիևի գլխի մեջ եւ կարդալ նրա մտքերը, ես կարող եմ վարկածներ առաջ բերել։ Առաջի վարկածը թերևս այն է, որ Ալիևը մինչև հիմա փակված չի համարում ադրբեջանական օդանավի խոցումը Գրոզնի երկնքում եւ պահանջում է Պուտինից պատժել Կադիրովին եւ Պուտինի չպատժելու պատճառով այսպես դեմարշ է անում։ Երկրորդ վարկածը թերևս ես կարծում եմ անվտանգության մտահոգություններն էր, սեփական, անձնական, հաշվի առնելով այն, որ մեծ վտանգ կար, որ Ուկրաինան կարող է շքերթի ժամանակ հարվածել Կարմիր հրապարակին եւ ռուսները շատ ուժեղ անվտանգային միջոցառումներ էին ձեռնարկել։ Երրորդ վարկածը թերևս այն է, որ Ալիևը իր այս դեմարշով փորձում է ճնշում բանեցնել Պուտինի վրա, որպեսզի Պուտինը իր հերթին ճնշելով Նիկոլ Փաշինյանին զիջումներ կորզի, հերթական զիջումները կորզի Հայաստանից, ինչը որ Պուտինին առայժմ այնքան էլ չի հաջողվում, ոչ թե այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի մոտ խիղճ արթնացել է կամ հայրենասիրական զգացումներն են արթնացել, այլ այն պատճառով, որ Արևմուտքը դա թույլ չի տալիս։ Իսկ Ալիևը ուղիղ ճնշումներ կամ ոչ Ռուսաստանի միջոցով ճնշումներ չի կարող բանացնել Նիկոլ Փաշինյանի վրա։ Ուղիղ ճնշումներ բանեցնելու համար, եթե նկատի ունեք ռազմական ագրեսիան, բանեցնելու համար Ալիևին անհրաժեշտ է հենարան իդեմս Վլադիմիր Պուտինի, Բենյամին Նեթանյահուի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։ Պուտինի վիճակը այնքան էլ լավ չէ հիմա, մեղմ ասած, ի տարբերություն 2020 թվականի, երբ
Պուտինը հովանավորեց եւ Պուտինի խավորությամբ տեղի ունեցավ ագրեսիան Հայաստանի Հանրապետության Արցախի մարզի հանդեպ։ Նույն վիճակն է Թուրքիայում Էրդողանի մոտ, տնտեսական, քաղաքական, Իսրայելի հետ լարված հարաբերություններ եւ այլն։ Եվ նույն վիճակն է Բենյամին Նեթանյահուի մոտ, նա վերջերս նույնիսկ ստիպված էր չեղարկել իր Բաքու կատարելիք սպասվող այցը եւ վերջի լուրերը այն են, որ նախագահ Թրամփը կտրականապես հրաժարվում է մայիսի կեսերին Մերձավոր Արևելք կատարելիք իր սպասվող այցի ժամանակ այցելել Իսրայելը եւ խիստ լարված են Թրամփ-Նետանյահու հարաբերությունները։ Կարող ենք ասել, որ ռազմական ագրեսիայի վտանգը հիմա գնալով պակասում է, որովհետեւ Հեյդար Ալիևը կամ Իլհամ Ալիևը, կներեք, Իլհամ Ալիևը քաղաքականապես որփանում է։ Այդ դեպքում այս փոքրիկ կրակոցները խնածախում ինչով են պայմանավորված եւ Սյունիքի մարզի այլ բնակավայրերում։ Ստեղծել վախի մթնոլորտ կամ շարունակել պահել այդ վախի մթնոլորտը, որը ուղղված է հայ ժողովրդին կաշկանդված եւ այսպես վախեցած պահելու համար, որպեսզի հանկարծ հայ ժողովրդի մտքով չանցնի ազգային իշխանություն ձևավորել եւ պայքարել սեփական շահերի եւ իրավունքների համար։ Պարոն Գասպարյան, իսկ Ուկրաինան ինչու երեք որևէ քայլի չդիմեց, վտանգներ կային եւ Ուկրաինան չէր երաշխավորում ներկա առաջնորդների անվտանգությունը։ Այո, Ուկրաինան չէր երաշխավորում, մերժելով Վլադիմիր Պուտինի երրորդյա զինադադարի առաջարկը, նախագահ Զելենսկին դիմել էր ամբողջ աշխարհային ղեկավարներին, ովքեր մտադիր են այցելել Մոսկվա, ասելով, որ մենք չենք կարող ձեր անվտանգությունը երաշխավորել եւ մեծ հավանականություն կար, որ տեղի կունենա հարված Մոսկվայի կամ Ղրիմի կամրջի կամ այլ կարևոր օբյեկտների վրա, սակայն դա տեղի չունեցավ եւ շատերը, այդ թվում նաեւ ես, տարակուսեցինք, թե որն է պատճառը, բայց երեք ուշ երեկոյան եւ այսօր առավոտյան եկած լուրերը բացատրեցին, թե ինչու Զելենսկին այնուամենայնիվ չհարվածեց Մոսկվային։ Թույլ տվեք մեջբերել Reuters գործակալության դիվանագիտական աղբյուրների լուրերը, որոնք հայտնեցին, որ մոտակա ժամերին ու օրերին կհայտարարվի 30-օրյա ամբողջական կամ փուլային դադար քննարկվում է զինադադարի մասին։ Նույն աղբյուրը, Reuters-ի աղբյուրը ավելացրեց. մենք մոտենում ենք այն պահին, երբ այլևս մտադիր չենք սպասել Մոսկվայի ֆորմալ պատասխանին։ Նույն Reuters գործակալությունը հաղորդում է, որ դեռ քննարկման հարց է այն թե արդյոք արժե հայտարարել միակողմանի զինադադարի մասին, թե այնուամենայնիվ Ռուսաստանին կարճ ժամանակ տալ պատասխանի համար։ Ռուսաստանի կողմից զինադադարի ԱՄՆ Արևմուտքի եւ Ուկրաինայի համատեղ առաջարկի մերժման դեպքում անմիջապես կմցվեն չափազանց կոշտ սանկցիաներ Ռուսաստանի բանկային եւ էներգետիկ ոլորտների հանդեպ, մասնավորապես խոսքը վերաբերվում է նավթային էմբարգոյին հայտնի Լինցի Գրեմի օրենքը եւ Եվրամիության սանկցիաների 17-րդ փաթեթը, որոնք արդեն համաձայնեցրած են եւ պատրաստ են։ 5-շաբթի մարտի 8-ին, մայիսի 8-ին տեղի ունեցան Մակրոն-Թրամփ, իսկ հաջորդ օրը մայիսին Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույցները, որոնց ժամանակ հստակեցրեցին բոլոր հարցերը եւ կողմերը չէին թաքցնում իրենց դժգոհությունը եւ զայրույթը Պուտինի բռնած ապակ կառուցողական դիրքորոշումից։ Զելենսկու հետ իր ունեցած հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր սոցիալական կայքում արված գրառման մեջ վերջնագրի տեսքով զգուշացրեց Պուտինին։ Եկել է ժամանակը որոշումների զինադադար կամ կործանարար պատժամիջոցներ։ Փաստորեն կոլեկտիվ արևմուտքի համբերությունը հատել է եւ հիմա Ռուսաստանին հստակ ասվում է կամ զինադադար կամ տնտեսական կոլապս։ Ռուս հայտնի քաղաքական գործիչ Սերգեյ Մարկովը խոստովանել է, որ հավաքական արևմուտքը ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Լեհաստան արդեն մայիսի 10-ին, այսինքն այսօր վերջնագիր կներկայացնի Ռուսաստանին կամ 30-օրյա զինադադար կամ կործանարար պատժամիջոցներ ու զենքի մատակարարում Ուկրաինային առաջի հերթին Տաուրուս հրթիռներ, ստիպելով նրան հրաժարվել Ուկրաինայի դեմիլիտարիզացիա իր պահանջից։
Ցանկացողների կոալիցիայի Coalition of Willing ղեկավարները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը այսօր վաղ առավոտյան մայիսի 10-ին արդեն ժամանել են Կիև եւ այս րոպեներին տեղի ունենում ցանկացողների կոալիցիայի հանդիպումը, որի արդյունքներով կհայտարարվի այդ վերջնագրի մասին։ Երեք Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը հայտարարություն տարածեց, որում զգուշացրեց Ռուսաստանի կողմից Կիևի սպասվող աննախադեպ հրթիռակոծության մասին, իսկ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ABC գործակալությանը տված իր հարցազրույցում ասեց, որ Պուտինը մերժում է անվենապահ զինադադարի առաջարկը կրկին Ուկրաինայի դեմիլիտարիզացիայի նախապայման առաջ քաշելով։ Պուտինը չի գնա զինադադարի իմ խորին համոզմամբ, եւ հավաքական արևմուտքը ստիպված կլինի ոչնչացնել այդ անկյուն քշված մարդասպանին։ Հանգուցալուծումը մոտենում է եւ ավարտելով խոսքս ուզում եմ ասել, որ շատ խորհրդանշական է, որ երեք հենց մայիսի 9-ին Լվովում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինային սատարող ավելի քան 40 երկրների ներկայացուցիչները կայացրեցին Ուկրաինայի հանդեպ ռազմական ագրեսիայի եւ ռազմական հանցագործությունների համար Պուտինին եւ նրա շրջապատին Լավրով Միշուստին եւ այլոք 20-ից 30 հոգի պատժելու նպատակով հատուկ տրիբունալի կազմակերպման վերջնական որոշումը թիրախում են ռուսական քաղաքական եւ ռազմական ղեկավարները։ Պուտինի ռեժիմի հանդեպ հատուկ տրիբունալը այլևս գաղափարից վերածվում է գործնական քայլերի։ Եվ վերադառնալով մեզ, օրինակ ԵՄ դեսպան Մարագոսը հայտարարում է, որ մենք երբևէ այսքան սերտ հարաբերություններ չենք ունեցել ԵՄ-ի հետ, արդյոք դուք եւս ունեք այդ ազդակները։ ԵՄ դեսպանի հայտարարությունը նշանակում է մեկ բան, որ Եվրամիությունը եւ ընդհանրապես հավաքական արևմուտքը այլևս տարբերության մեծ նշան է դնում Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի, Նիկոլ Փաշինյանի եւ հայ ժողովրդի միջև։ Արևմուտքը ուզում է զարգացնել գործընկերային հարաբերություններ Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի։ Արևմուտքը ուզում է, որ Հայաստանը լինի ազատ, ինքնիշխար, ժողովրդավարական եւ արևմուտքի հետ սերտ գործընկերային եւ դաշնակցային կապեր ունեցող երկիր, բայց երկիր, որը կղեկավարի որակապես այլ բնույթով ազգային եւ ժողովրդավարական իշխանություն։ Նրանք ունեն այդպիսի գործիչների ցանկ գուցե կամ պատկերացումներ։ Չեմ մեկնաբանում։ Իսկ օրինակ ինչպիսի տպավորություն կարող է ստեղծվել նույն արևմուտքում, երբ արևմտամետ համարող իրեն ուժը եւ այդ ուժի ներկայացուցիչը ուղիղ եթերում տեսախցիկների առաջ բռնություն է գործադրում ակտիվիստի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանի վիզիտ կկտրեմ ժեստը վիրավորական բառերը եւ հիստերիկ պահվածքը եւ Նիկոլ Փաշինյանի շրջապատի պաշտոնյաների վերջերս Նորքի զանգվածի համայնքապետի ծեծի դրսևորումները եւ այլն չեն կարող աննկատ մնալ Արևմուտքի Եվրամիության մեր գործընկերների կողմից եւ դա եւս մեկ պատճառ է, որը ինձ թույլ է տալիս եզրակացնել, որ նրանք այլևս լավ են հասկանում, թե ով է Նիկոլ Փաշինյանը եւ իրականում ինչ արժեքներ է դավանում Նիկոլ Փաշինյանը եւ իր ղեկավարած ուժը։ Այլ ընդդիմադիր ուժեր ցանկանում են impeachment-ի գործընթաց սկսել, կհաջողվի արդյոք նրանց դա անել։ Impeachment-ի գործընթաց սկսում են կրեմլահպատակ ուժերը, հերթական մանիպուլյացիա է, կապիկություն է սա, թե իրական իշխանափոխության գործընթացի սկիզբ մենք կտեսնենք մոտ ապագայում, նրանք հաջողության կհասնեն միայն մեկ դեպքում, եթե ունենան ուղիղ հրահանգ Մոսկվայից։ Եթե ոչ, ապա սա հերթական մանիպուլյացիան է, ինչպես մենք դա տեսել ենք նախորդ տարիներին։